Ռիկինը։ Շնորհակալ եմ։ Դուք ասում եք, որ պատվեր է եղել, հա։ Իհարկե պատվեր է։ Վարկարություն չի եղել, ում կողմից է եղել պատվեր։ Ես կասեի բոլորի երևի։ Պատվերը բացահայտ է երևում, որ ամեն մեկը Ձեր դեմքից քիչեցնեք ցուցապաստառը, որ պարզ երևում է, որ ամեն մեկը մի կողմից ուղղորդված է եղել։ Դա այնքան ցայտուն է, այնքան պարզ է, բայց ոչ մեկը հայ ժողովրդի կողմից չի ընտրված եղել, հայ ժողովրդի շահերը չի պաշտպանում։ Չգիտեմ ինչա լինելու մեր երկրի վիճակը։ հիմա դուք Սահմանադրական դատարանի մոտ ցույց եք անում, ինչ ակնկալիք ունեք։ Գոնե հույսի մի փոքր բան հնարավոր է, մնացել է մի արդարության նշուլ անգամ, որ կարողանան ճիշտ դատեն։ Ես հույս չունեմ, ուղղակի ես սրտի հովանք է, էլի այսպես ասած։ Խղճի այլ կերպ հնարավոր չի։ Ինչ ճանապարհ եք տեսնում Փաշինյանի Ճանապարհները արդարացի եմ համարում, բոլոր ճանապարհ։ իշխանափոխության բոլոր Այո, որտեղ ծաղր է ինքը որ ընդեղը։ Դա ծաղր է, ինքը ասում է պետությունը կրճոն է, պետություն չկա։ Եթե պետությունը կրճոն է, ինքն էլ ուրեմն վարչապետի ծաղր է ինքը ընդեղ։ Ինքը ինչ գործ ունի կրճոնի գլխին կանգնած։ Ես չգիտեմ ինչ ասեմ, ուղղակի խղճի ես չեմ կարող նստել տանը, այս ամենը տեսնելով։ Բայց 100,000-ավոր մարդիկ այս ընտրություններին համենայն դեպս թվերով ցույց են տալիս, որ իրենց ձայնը Այն միամիտ մասան է, այն գյուղացիներն են, որոնք հիմա կստանան այն ամենը, այդ սուտը կգա իրանց աչքի առաջ, գյուղացիներին հեշտ է խաբելը։ Միամիտ ամբողջ օրը դաշտերում աշխատել ինչ պետք է, մեկից ինչ պետք է իմանան։ Հա, դե մի քիչ ցածր ցենց ունենալ նաև պատճառը, չեմ ուզում մի քիչ կոշտ ասեմ, բայց փաստը տենց է, աղանդավորներն են շատ, որ թողեցին Սերժ ժամանակվանից եկավ հասավ այս օրերը։ Ես ինձ անհանգստանում եմ, որ ամեն քայլափոխին մոտենում էին զգում էի, որ օրեցօր լցվում է այդ աղանդավորները Հայաստանում։ Բարձի թողի վիճակ էր, հիմա առավել եւս։ Հիմա եթե փողոցային շարժում լինի, դուք անձամբ դուրս կգաք մասնակցեք։ Ինչ տեսնում եք այս տարիքի, բոլոր շարժումներին մասնակցել եմ, բոլոր շարժումներ։ Ինձ թվում էր իր ժամանակ մենք իրոք ես մասնակցել եմ ցավոք սրտի ՊՊԴ-ի ժամանակը այդ տարածքում եմ ապրում, բայց ինքը չի արդարացել, սուտը ստի հետևից, սուտը պետք է մերժվի, կեղծիքը պետք է մեռնի, վերջը այս երկրում պետք է մի բան նորմալ լինի, թե չէ։ Ես այդ ընդդիմադիրներին էլ չեմ ընդունում, որովհետև այնքան բացահայտ է դրանց դրանց, չգիտեմ, ինչա լինելու այս երկրի վիճակը, ոչ մեկ չի մտածում, տներ են առել կտրնեն, թռած, կզած, հեսա։ Այսինքն զուտ շարքային քաղաքացիներն են տուժում եւ պայքարում։ Դե կամաց ամեն ինչին կհասնի, որ ոչինչ չկա արտադրած, ոչինչ չունեն, պետք է գտնեն սրաները գրպանին, կամ պարտքերը լցնեն մեր վրա, ինչ ան, այդ է։ Փաշինյանն ասում էր ինձ մանդատ տվեք, կզցնելու եմ, սատկացնելու եմ, համբարներին լցնելու եմ ԱԱԾ-ի պատվալները եւ նման բաներ։ Սպասում եք։ Լավ էլի այդ լեքսիկոնը արդեն ինքը իրան կորցրել է երևի 8 տարի նույն բանը հնարավոր չի լսենք արդեն հոգնել ենք այդ ստերից հոգնել ենք Ձեր անունն ազգանուն Ումրշատյան Կարինե Շնորհակալ եմ Հարգելի հետևորդներ մենք խոսեցինք այս պահին Սահմանադրական